Բարի օր, այսօր խոսենք ուլտրաձայնային հետազոտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք բժիշկ ճառագայթաբան Մելինե Նավասարդյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Ողջույն։ Ուլտրաձայնային հետազոտության մասին շատ ենք խոսում, բոլորին քաշ ծանոթ սոնոգրաֆիայի, ինչ այն իրենից ներկայացնում եւ ինչ առավելություններ ունի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սոնոգրաֆիկ հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ ձայնային ալիքների միջոցով կատարվող հետազոտություն է, որի ընթացքում մոնիտորի վրա մենք կարողանում ենք տեսնել օրգան համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները։ Այն ճառագայթային հետազոտություն չի ներկայացնում, այդ իսկ պատճառով ցուցված է եւ երեխաներին, եւ հեղիներին, եւ մեծահասակներին։ Բժիշկները ամեն տարի խորհուրդ են տալիս, որ յուրաքանչյուր ոք պետք է գնա եւ սոնոգրաֆիա անցնի, այսպես ասած։ Սակայն ըստ սեռերի, որ բաժանենք թե կանայք եւ թե տղամարդիկ, որ օրգաններին պետք է ուշադրություն դարձնեն առավել շատ։ Առհասարակ բոլոր օրգան համակարգերը կարևոր են, որովհետև յուրաքանչյուր օրգան համակարգ կատարում է իր ֆունկցիան։ Այդ իսկ պատճառով խորհուրդ եք տալիս տարի 1 անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ եւ տղամարդկանց եւ կանից։ Կանանց մոտ ավելի շատ կոնկրետ, ինձ մոտ ավելի շատ հաճախում են կանայք, ովքեր հետազոտում են վահանաձև գեղձ, կրծքագեղձ, իսկ տղամարդիկ ավելի շատ դիմում են ճարպային լյարդի խնդիրներով, միզասարական համակարգի խնդիրներով։ Ինչ որ ցուցում է լինում առողջական, որ գալիս է սոնոգրաֆիայի, թե ինքնուրույն են որոշում։ Տեսեք, սոնոգրաֆիկ հետազոտություն դիմում են եւ բժշկի ցուցումով, ուղեգրով, եւ պրոֆիլակտիկ նպատակներով, եւ եթե կա կոնկրետ խնդրի առկայություն, այդ դեպքում արդեն յուրաքանչյուր խնդրի դեպքում ինդիվիդուալ կա ժամանակահատված, որի դեպքում պետք է մոտենալ սոնոգրաֆիկ հետազոտության։ Եվ ըստ ծերերի, եթե բաժանենք, կանանց մոտ առավել շատ որ խնդիրներն են արձանագրվում, տղամարդկանց մոտ որոնք։ Կանանց մոտ ավելի շատ հայտնաբերում են վահանաձև գեղձի, կրծքագեղձի խնդիրները, իսկ տղամարդկանց մոտ շագանակագեղձի խնդիրներն են ավելի շատ հայտնաբերում, ինչպես նաև ճարպային լյարդի արկայություն։ Ճարպային լյարդի, այսինքն ինչի հետևանքով է։ Ճարպային լյարդի, այսինքն նյութափոխանակության խանգարման ֆոնի վրա տեղի ունենում լյարդի ճարպային ինֆիլտրացիա, մենք տեսնում ենք նույն ճարպային հեպատոզ ասվածը, որը շատ հաճախ սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում մենք տեսնում ենք հեպատոզ առաջի, երկու, երրորդ, չորրորդ աստիճանների, բայց Փառք այսօր կան հնարավորություններ, խոսքը լյարդելաստոգրաֆիկ հետազոտությանն է վերաբերվում, որը թույլ է տալիս այդ ճարպային հեպատոզի արանքում կարողանալ եւ վաղ ախտորոշել ֆիբրոզը, թաքնված ֆիբրոզը։ Տղամարդկանց շրջանում, որ տարածված է մեծ որովայնը, դա կապ ունի ճարպային լյարդի հետ։ Ոչ միշտ է, որ գեր, տղամարդկանց մոտ հայտնաբերում ենք ճարպային հեպատոզ, ոչ։ Նշեցիք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, որ տարածված են, որ նշանները կարող են կնոջը հուշել, որ դիմի ուլտրաձայնային հետազոտության։ Նշանները տարբեր են, կախված թե վահանաձև գեղձի որ խնդիրներն են, ձեր ասած կնոջ մոտ, կա թերֆունկցիա, կա գերֆունկցիա, կարող է լինել ճշմարտ բարձրացում եւ հակառակը ճշմարտ հաճախակի անկում, սրտխփոցներ, էկզոֆթալմ, աչքերի հարած արտահայտություն, ակնագնդերը երբ կարծես դուրս են եկած, քրտնարտադրություն, քաշի ավելացում, ինչպես նաև քաշի նվազում, դյուրագրգիռ վիճակները, դրանք այն ախտանշաններն են, որոնք խոսում են վահանաձև գեղձի խնդիրների մասին։ Սակայն հաճախ հենց այդ պրոֆիլակտիկ հետազոտությունների ընթացքում մենք կարող ենք տեսնել վահանաձև գեղձի պապիլյար ուռուցքները եւ երբ որ բուժառուներին հարցնում ես ինչ նշաններ, ինչ ախտանշաններ ունեք ձեզ մոտ, ինչ անհանգստություններ ունեք, բնականաբար պատասխանում են, որ ոչ մի գանգատ չունեն, այսինքն պրոֆիլակտիկ հետազոտությունների ընթացքում մենք կարողանում ենք հայտնաբերել ուռուցքային խնդիրները։ Այսինքն եթե անալիզել հանձնեն եւ հորմոնները նորմալ լինեն, դա կապ չունի։ Միանշան է, հաճախ այդպես էլ լինում է,
վահանաձև գեղձի հորմոնները պատասխանը գալիս է դրական, այսինքն դրական ասելով, որ ոչ մի հորմոնալ շեղում չկա, հա։ Իսկ սոնոգրաֆիկ մենք տեսնում ենք վահանաձև գեղձում պապիլյար ուռուցքներ, պապիլյար կարցինոմա կամ մեդուլյար ուռուցքներ, թեպկուս մեդուլյար ուռուցքների դեպքում մենք այնտեղ կալցիտոնինի մակարդակը երբ որ ստուգում են կարող է բարձր լինել։ Կասկագեղձի դեպքում եւս այսպես պատահաբար են բացահայտվում ուռուցքները։ Տեսեք, հաճախ կանանց մոտ ցավեր են լինում կրծքագեղձի թևատակի հատվածում, հատկապես դաշտանային ցիկլից առաջ, ինչպես նաև կարող են լինել օվուլյացիայի ընթացքում, դիֆուզ ֆիբրոզ փոփոխությունների մասին է խոսքը, այդ ժամանակ ցավեր լինում են։ Իսկ ուռուցքների դեպքում ընդհանրապես ցավեր գրեթե չեն նշում, ավելի ուշ շրջանում, երբ որ արդեն ախտահարում է լինում, նոր այդ դեպքում դիմում են բժշկի։ Սկրինինգային ծրագրերը որքանով են օգնում, որ մարդիկ դիմեն հետազոտության։ Սկրինինգային հետազոտությունները, դրանք հետազոտություններ են կանխարգելիչ, որ դողված է քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։ Այ օրինակ տղամարդկանց 45-ից 45 տարեկանից բարձր ցուցված է շագանակագեղձի սկրինինգը, որն իր մեջ ներառում է պրոստատ սպეციფիկ անտիգենի հանձնում եւ ինչպես նաեւ սոնոգրաֆիկ հետազոտություն, թեպետ սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մենք կարող ենք ոչինչ չտեսնել, որովհետև գեղձը չափերով մեծացած չի լինում, այդ դեպքում ցուցված է շագանակագեղձի MRT հետազոտությունը, իսկ եթե MRT-ի ընթացքում էլ տեսնում են, որ խնդիրներ կա, ուղղորդում են լրացուցիչ հետազոտությունների պունկցիոն բիոպսիայի, որի արդյունքում վերջնական արդեն կարողանում ենք որոշել քաղցկեղի տեսակը։ Ես սա եմ ուզում հարցնել, այսինքն ուլտրաձայնային հետազոտությունը համատեղվում է այլ հետազոտությունների հետ նաև։ Ճարագայթային ախտորոշման մեջ ոչ միայն ուլտրաձայնային հետազոտությունն է հետազոտության տեսակ, այլ նաև համակարգչային շերտագրումը, նույն ինքը կատեն եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան MRT-ն։ Դրանք հետազոտությունների համալիր են, բոլոր հետազոտությունները, որի միջոցով մենք կարողանում ենք ունենալ վերջնական ախտորոշում։ Յուրաքանչյուր հետազոտություն ունի իր առավելությունները եւ թերությունները։ Այ օրինակ քիչ առաջ ինչպես ասացինք, սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ մատչելի է, եւ արագ է կատարվում, եւ անցավ է, ինչպես նաև ամենակարևորը, որ իրենից ճառագայթային հետազոտություն չի ներկայացնում, իսկ MRT հետազոտությունը ցուցված է հենաշարժիչ համակարգի խնդիրների դեպքում, ինչպես նաև շատ լայնորեն կիրառում ունի փոքր կոնքի խնդիրների հայտնաբերման ժամանակ։ Խոսքը վերաբերվում է շագանակագեղձի, արգանդի, ծվարանների խնդիրների հայտնաբերման եւ վերջնական ախտորոշման համար լայնորեն կիրառում ունի։ Նույն կատե հետազոտությունը լայնորեն կիրառում ունի ախտորոշման մեջ, կատե հետազոտությունը համակարգչային շերտագրումը նույն ինքը ունի ճառագայթման բարձր շեմ, ինչպես նաև մեծ նշանակություն ունի կատե հետազոտությունը թոքերի ախտահարումների հայտնաբերման հարցում, ինչպես նաև սուր դեպքերի, հա, օրինակ սուր որովայնի դեպքում, ինչպես նաև հեղուկի, ասցիտի դեպքում, ոնկոլոգիական խնդիրների դեպքում, խոսքը վերաբերում է պարենխիմատոզ օրգաններին, որովհետև մենք սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում տեսնում ենք, հա, օրինակ լյարդում օջախ կամ գոյացություն, բայց վերջնական հետազոտությունը կատարվում է կատե հետազոտությամբ, կոնտրաստ նյութի կիրառմամբ։ Կան օրգաններ, որոնց դեպքում սոնոգրաֆիա չի արվում։ Օրինակ ոսկրային խնդիրների դեպքում մենք կատարում ենք MRT կամ անհրաժեշտության դեպքում օրինակ կատե փոքր կոնքի եւ որովայնի օրգանների հետազոտության համար կա հատուկ մարդիկ պետք է հատուկ ինչ-որ պատրաստվեն օրգան հետազոտության, թե ինչպես եկան այդպես էլ հետազոտեն։
Չէ, կան տեխնիկաներ, որ պետք է մարդիկ տեղեկացված լինեն, թե ինչպես գրագետ մոտենալ սոնոգրաֆիկ հետազոտության։ Այստեղ կարևորը թե ինչ օրգան համակարգ ենք նայելու, օրինակ որովայնի խոռոչի հետազոտության դեպքում ես միշտ արտադիր ասում եմ, որ անոթի վիճակում ներկայանալ, որովհետև մեկ կում ջուրն էլ կարող է լեղապարկը կրճատել եւ այնտեղ արկա փոքր չափերով թեկուս եւ պոլիպը մենք կարողանանք բաց թողնել։ Այդ իսկ պատճառով պարտադիր պայման է, որպեսզի սոնոգրաֆիկ հետազոտության ներկայանալ անոթի վիճակում։ Շատ կարևոր է, որպեսզի նախորոք աղիները գործած լինի, հատկապես գեր մարդկանց մոտ մեթեորիզմը կարող է խանգարել լիարժեք վիզուալիզացիային, այդ իսկ պատճառով աղիները գործած անոթի վիճակում ներկայանալ։ Եթե օրինակ մենք իրականացնում ենք փոքր կոնքի սոնոգրաֆիա, եւ շագանակագեղձի խնդիրների հայտնաբերման եւ արգանդի խնդիրների հայտնաբերման համար պարտադիր պայման է, որպեսզի միզապարկը լինի գեր լիքը, որովհետեւ պետք է միզապարկը գեր լիքը լինի, որպեսզի կարողանանք մենք արկա եւ օրգանները լիարժեք տեսնել եւ օրգանում խնդրի արկայությունը կարողանանք տեսնել եւ գնահատել։ Զրույցի սկզբում ասացիք, որ ուլտրաձայնային հետազոտությունը անվտանգ է հղիների եւ կերակրող մայրերի համար, իսկ երեխաների դեպքում երեխաների նույնպես կատարում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն, պարտադիր իրականացվում է եւ հղիներին, եւ երեխաներին, եւ մեծահասակներին, տարեցներին, բոլորին ցուցված է սոնոգրաֆիկ հետազոտությունը, որովհետեւ անցավ է եւ ամենակարևորը ճարակայթային հետազոտություն չէ։ Երեխաների դեպքում ինչ խնդիրներ են բացահայտվում։ Նույն վահանաձև գեղձի խնդիրները, եթե գենետիկ ծնողները ունենում են, երեխաների մոտ էլ կարող են լինել, էխինոկոկային կիստաներ, հեմանգիոմաներ, ջարդի կիստաներ, նույն խնդիրները, որոնք որ կան մեծերի մոտ, կարող են երեխաների մոտ հայտնաբերել։ Կարծեմ երեխաների մոտ տարածված է նաև փայծախի մեծացումը, չէ՞։ Եվ երեխաների եւ մեծահասակների մոտ մենք կարող ենք տեսնել փայծախի մեծացում, այստեղ կարևոր է, որպեսզի սոնոգրաֆիկ պատկերը համադրել լաբորատոր հետազոտությունների հետ, որպեսզի հասկանալ փայծախի մեծացման պատճառը։ Այ օրինակ արյան խնդիրների դեպքում արյան մեջ պարամետրերը վերցանելով հասկանում ենք, որ այստեղ արյան խնդրի մասին է խոսքը եւ դիմում են գեմատոլոգի։ Եթե օրինակ տեսնում են վիրուսային հեպատիտների արկայություն, էլի փայծախի մեծացում, այս դեպքում դիմում են ինֆեկցիոնիստի հեպատոլոգի։ Քանի որ տարածված է վահանաձև գեղձի, կասկագեղձի հիվանդությունները, եթե օրինակ մայրը հետազոտվեց, բացահայտեցին, որ խնդիր կա, տատիկը կամ դուստրը եւս պետք է հետազոտվեն։ Ցանկալի է, որովհետեւ յուրաքանչյուր հիվանդության հիմքում ժառանգականությունը մեծ դեր ունի, այդ իսկ պատճառով ցանկալի է հետազոտեն եւ իրենց գրագետ լինեն իրենց առողջության նկատմամբ։ Իսկ ձեր դեպքում պրակտիկայում կան դեպքեր, որ հենց այդպես է բացահայտել խնդիրները հարազատների շրջանում։ Այո, կան, մասնավորապես աուտոիմուն թիրոիդիտների դեպքում այնպես է եղել, որ 3 սերունդ տատիկը, աղջիկը եւ թոռնուհին 3-ի մոտ էլ նույն խնդիրը, այսինքն ոչ միայն աուտոիմուն թիրոիդիտը, այլ հանգույցները նույն բլթում, նույն չափ, նույնանման, ես զարմացած եմ, այո, իհարկե կան։ Դինամիկ հսկողության դեպքում արդյոք ճիշտ է, որ նույն մասնագետի մոտ գնան։ Ընդհանրապես ճիշտ է, բայց ես միշտ սիրում եմ ասել, որ եթե կա լուրջ խնդիր, այսինքն կյանքին վերաբերվող խնդիրներ, ես միշտ սիրում եմ երկրորդ կարծիք լսել։ Այսինքն եթե ես կասկածեմ ինչ-որ բանի վրա, անպայման էլի ասում եմ երկրորդ կարծիք լսենք։ Իդեպ ուլտրաձայնային հետազոտությամբ անգամ ամենափոքր ուռուցքն է հնարավոր նկատել։ Տեսեք, նայած օջախը, որ օրգանում է գտնվում, նայած վիզուալիզացիան, որքանով մեզ թույլ կտա, բայց լինում են դեպքեր, այո, որ փոքր հենց գոյացությունը կարողանում ենք տեսնել, վաղ հայտնաբերել։ Այդ նույն հենց վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմաները, նույն կսկագեղձում գոյացությունները, այո, կարող ենք տեսնել։ Ախտորոշումից առաջ ինչ է անհրաժեշտ ռադիոլոգին, ինչ որ տվյալներ պետք է իմանա մարդու հետ կապված առողջականի, թե ուղղակի կարող է հետազոտել եւ նկատել խնդիրը։
տեսեք, եթե գալիս են պրոֆիլակտիկ նպատակներով հետազոտության առաջին անգամ են ինձ դիմում, ես ասում եմ ներկայացեք անոթի վիճակում, լիքը միզապարկով, աղիները գործած, եթե նայելու են փոքր կոնք, կանանց մասին է խոսքը անմիջապես դաշտանային ցիկլից հետո, որպեսզի ճիշտ կարողանամ գնահատել եւ ձվարանի ֆոլիկուլյար պաշարը եւ լորձաթաղանթը ճիշտ գնահատել եւ ունենալ հստակ պատկեր տվյալ օրգան համակարգի վերաբերյալ։ Բայց եթե արդեն հետազոտվել են եւ գտնվում են դինամիկ փուլում, նույն ասենք վահանաձև գեղձի խնդրի դեպքում կամ ասենք ձվարանի ֆոլիկուլյար կիստայի դեպքում պարտադիր ասում են, որ իրենց հետ բերեն նախկին հետազոտությունները կատարված եւ համեմատում են պարտադիր։ Հաճախ ռադիոլոգները կամ ճառագայթաբանները բարձրանում են իրենց սուր աչքով։ Եղել է, որ աչքերի շնորհիվ արդեն հասկանաք, թե մարդը ինչ խնդիր ունի։ Կա այդպիսի բան իրականում, այո, օրինակ ես աշխատելով ձայի կանխարգելման կենտրոնում եւ ունենալով մեծ փորձ վիրուսային հեպատիտներով բուժարոների հետ, շատ շուտ եմ զգում այստեղ բուժարոյի մոտ կա նախկինում թեկուս եւ նախկինում տարած դեղնախտա թե ոչ ու կարևոր չի դա տվյալ պահին սուր փուլում է թե քրոնիկականի սրացման փուլում է, ես ավելի շուտ եմ զգում եմ ներքին ինչ-որ զգացողություն կա, որ այստեղ խնդիր տեսնելու եմ լյարդի եւ փայծախի։ Դե իրականում բացի սուր աչքը ռադիոլոգներին շատ օգնում է նաև անամնեզը, հա, այսինքն կլինիկական մտածելակերպը, եթե օրինակ բուժարուն գալիս է դեղնած, էքսոֆտալմով, արդեն զգում ես այստեղ ինչ պետք է փնտրես։ Նախնական պատկերացում ունես ախտորոշման մասին։ Դե իհարկե վերջնական ախտորոշումը դրվում է կատարված հետազոտությունների հիման վրա։ Եղել են դեպքեր, որ մարդը եւ պատահական գա հետազոտության բացահայտեք եւ խնդիրը եւ դրանով կարողանաք փրկել նրա կյանքը։ Այո, շատ է եղել, հատկապես ապահովագրական շրջանակներում աշխատելիս, մարզային աշխատանքներ երկար ժամանակ կատարել եմ։ 2015 թվականից շարժական կլինիկաներով երբ որ մարզեր էին գնում, այնտեղ շատ եմ խնդիրներ հայտնաբերել, որ մարդիկ տեղյակ չէին իրենց օրգազմ տեղ ունեցող խնդիրների մասին, ակա խնդիրների մասին եւ ուղղորդել են բնականաբար համապատասխան մասնագետի մոտ։ Եթե ամփոփենք մեր զրույցը, ապա կանանց մոտ առավել շատ որ խնդիրներն են արձանագրվում, տղամարդկանց մոտ որ եւ ինչ պետք է անեն դա կանխելու համար։ Սկսենք վերջից, ինչ պետք է անեմ, պետք է անցնեմ պրոֆիլակտիկ հետազոտություններ, հետազոտությունների ընթացքում եթե կա խնդիր, յուրաքանչյուր խնդրին վերաբերվել անհատականորեն, եթե արկա է վահանաձև գեղձի խնդիր, գտնվել էնդոկրինոլոգի հսկողության տակ, եթե արկա է շագանակագեղձի խնդիր, ուրոլոգի հսկողության տակ, կանանց շրջան ավելի շատ կրծքագեղձի խնդիրներն են, դիֆուզ ֆիբրոզ կիստոզ փոփոխություններն են, ինչպես նաև ֆիբրոադենոմաներ, կիստաներ բազմաթիվ շատ են հայտնաբերվում, ցավոք սրտի նաև քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքեր եմ ունեցել, իհարկե ցավոք սրտի որ քաղցկեղեր, բայց իհարկե շատ լավ է որ վաղ ենք հայտնաբերել եւ շուտ դիմել է համապատասխան մասնագետի լրացուցիչ հետազոտություններ կատարելու, այնտեղ արդեն մամոլոգը կորոշի յուրաքանչյուր դեպքի համար եւ կախված թե բուժարոնի տարիքում է, ինչ հետազոտություններ կիրականացնի վերջնական բուժման համար։ Այս տղամարդկանց շրջան։ Տղամարդկանց մոտ նույն շագանակագեղձի խնդիրներն են, տղամարդկանց մոտ ճարպային լյարդի խնդիրներն են, հավելեմ, որ քիչ առաջ խոսեցինք սկրինինգային հետազոտություններից, ասեմ, որ շատ կարևոր է կոլորեկտալ, հա, քաղցկեղի վաղ հայտնաբերումը, հաստաղու քաղցկեղի սկրինինգը, որի դեպքում կոլոնոսկոպիայի միջոցով վաղ շրջանում հայտնաբերում ենք ադենոմաներ, վաղ փուլում հեռացվում է եւ
եւ կանխում է քաղցկեղի առաջացումը, ինչպես նաեւ նույն թոքի քաղցկեղի սկրինինգը, որի դեպքում ցածր հաճախականությամբ կատե հետազոտություն է իրականացում թոքերի եւ հատկապես ծխողների շրջանում եւ քաղցկեղի վաղ փուլի հայտնաբերումը իհարկե դա արդեն ողջունելի է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ ինչպես միշտ բոլոր հաղորդումներում սիրում եմ ասել վերջաբանը, հա, սիրիր քեզ, գնահատիր կյանքդ, հետազոտվի ժամանակին, այս անգամ նույնպես ու ցանկացա ավելացնել այդ խոսքերը։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք բժիշկ ճառագայթաբան Մելինե Նավասարդյանի հետ։